Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր կպատրաստենք անմահական լեչո։ Անհրաժեշտ է լոլիկները լավ լվանալ հոսող ջրի տակ, վրան լցնել եռացրած ջուր և մի փոքր թողնել, որպեսզի հեշտ կեղևազրկենք։ Լոլիկները կեղևազրկել, հեռացնել պտղակոթերը և կտրատել։ Կտրատած լոլիկները լցնել կաթսայի մեջ, դնել կրակի վրա և մինչև եռալը կաթսան ծածկել կափարիչով։ Երբ լոլիկներն սկսում են եռալ, շարունակել եփել բաց կափարիչով մինչև թանձրանալը։ Եփելու ընթացքում անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ խառնել։ Հոսող ջրի տակ լավ լվանալ քաղցր և կծու պղպեղները, հեռացնել պտղակոթերը, սերմերը և կտրատել։ Այս անգամ օգտագործում եմ միայն կարմիր պղպեղներ։ Պղպեղների գույները կարող եք ընտրել ըստ ձեր նախասիրության։ Կես փունջ մաղադանոսը լավ լվանալ և մանր կտրատել։ Ստերիլիզացնել կափարիչները և տարանները։ Երբ լոլիկները բավականին եփվել են և զանգվածը խտացել է, ավելացնել պղպեղները։ Պղպեղների հետ լոլիկները եփել ևս 15 րոպե։ Տասնհինգ րոպե եփելուց հետո ավելացնել մաղադանոսը, մոտ 2 ճաշի գդալ աղ և 3 ճաշի գդալ շաքարավազ։ Աղի չափը կարող եք փոխել ըստ ձեր նախասիրության։ Շաքարավազն ավելացնում ենք համը բալանսավորելու համար։ Երբ լեչոն արդեն պատրաստ է, լցնել տարանների մեջ։ Լեչոն տարանների մեջ լցնելու ընթացքում խառնել և կրակը չանջատել։ Տարանները լավ փակել, շրջած վիճակում ծածկել, թողնել մինչև հովանալը և տեղափոխել մառան։ Եթե հավանեցիք տեսանյութը, չմոռանաք լայքել և թողնել մեկնաբանություն։ Բաժանորդագրվեք ալիքիս, սեղմեք զանգակոճակը հետագա համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար։